Մնացականյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող, հարցս հետևյալն է, պարոն Սիմոնյան, դուք եւ ձեր թիմակիցները պաշտպանում եք այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 կիլոմետր քառակուսի է։ Սա եթե ելնենք այն փաստից, քառակուսի կիլոմետր կիլոմետր քառակուսի է։ Սա եթե ելնենք այն փաստից, որ ԽՍՀՄ հանրապետությունները անկախացել են իրենց վարչական տարածքներով, սահմաններով, սակայն մյուս կողմից այն կրծքանշանի քարտեզը, որ դուք եւ ձեր թիմակիցները կրում եք, որ սրտիկների կողքին դարձել է ձեր քարոզարշավի սիմվոլը, չի համապատասխանում այդ 29743 քառակուսի կիլոմետրին, որովհետեւ այդ քարտեզում երևում է էքսկլավ Արցվաշենը, ապա պետք է երևան նաև մնացած անկլավները հայկական ԽՍՀ-ի վարչական սահմանի։ Հիմա հարցը հետևյալն է, ինչպես կմեկնաբանեք այս անհամապատասխանությունը եւ արդյոք սա եւս պոպուլիզմի դրսեւորում չէ, երբ դուք այդ քարտեզի մեջ ներառում եք Արցվաշենը, սակայն դուրս եք թողնում հայկական անկլավները։ Օրինակ որը Տիգրանաշեն։ Որտեղից ենք դուրս թողել, որտեղ է Տիգրանաշենը, որ քարտեզի կտաս այդ քարտեզը։ 3 անկլավ, Տավուշի։ Դրանք ադրբեջանական անկլավներ են, արի։ Շնորհակալ եմ։ Ցույց կտաս։ Այս Արցվաշենն է, այստեղ կան անկլավներ եւ Նախճեվանից։ Բայց դա ում անկլավն է, Ադրբեջանի անկլավներն են։ Հայկական տարածքներ, որ գտնվում են Ադրբեջանի իշխանության ներքո ներառված։ Ձեր ասածով ստացվում է։ Չէ, վերցրեք, տալիս եմ ձեզ, սա նվեր իմ կողմից ձեզ։ Վերցրեք Հայաստանի քարտեզն է։ Այս Հայաստանի քարտեզը չի։ Բա ո՞րն է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի քարտեզը սա կիսատ քարտեզ է։ Ո՞րն է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի քարտեզը իմ Բա հետ մոտիկ որ լսեմ։ Հայաստանի քարտեզը իմ տեսանկյունից մի փոքր այլ է։ Ո՞նց է նկարագրել։ Մի քիչ ավելի մեծ է։ Որ ասեք։ Սա կիսատ ասում եմ։ Դες ներողություն։ Ես ասի 29743 կիլոմետր քառակուսի։ Ձեր թիվը ո՞րն է։ Այդ թիվը մի փոքր տարբերվում է։ Թիվ մի փոքր ավել ասեք։ Այդ մի փոքրը շատ է տարբերվում։ Ո՞րն է ցույց տվեք, որտեղ ավելի էլի Հայաստան կա։ Տեսեք, մոտավոր այսպեսի մի տարածք է։ Իսկ այստեղ Հայաստան չկա, Նախիջևանը հայկական չի։ Նախիջևանը հայկական, 1919 թվականին Մեծ Բրիտանիայում։ Իսկ Ադանան եւ Ղարսը հայկական չի, ներողություն։ Հա, միատել այստեղ էսպես։ Հետո իսկ Վրաստանում մենք տարածք ունենք, Վրաստանում տարածք ունենք իշխանությունից հայերի մոտիկ բայ։ Դրանք էլ են հայկական տարածք, բայց իսկ Վրաստանում տարածք ունենք։ Դրանք պատմական իրադարձությունների հետևանքով տեսեք, այս տարածքը վերադարձվել է Հայաստանի, սա էլ տրվել է Վրաստանի։ Ձեր ասածը ամորֆ բան է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ենթադրաբար անկախացել է 29743 քառակուսի կիլոմետրով։ Դա այն ժառանգությունն է, նստեք։ Հա, սա առաջարկում եմ արդեն անդոն։ Ես ցավում եմ, որ դուք ձեր հայրենիքը ամորֆ մի բան եք համարում, որտեվ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը, պետությունը չի կարող ամորֆ բան լինի, ժելեի պես մի բան լինի։ Դուք գալիս եք ինձ ցույց եք տալիս Լեռնային Ղարաբաղի կտորը, ասում եք չկա։ Ես ձեզ հարց եմ տալի, ասում եմ, այդ ուրացակ Նախիջևանը։ Դուք ասում եք չէ, դե դա որ դուք 2018 թվականին կներեք էլի, զուտ ուղիղ պատասխան տամ հենց դրան, որովհետև իմ հարցից լրիվ տանում եք դա երկու այլ պատմական, երեք նույնիսկ այլ պատմական իրադարձությունների, Նախիջևանի, Ախալքալաքի եւ Արևմտյան Հայաստանի։ Հիմա հենց հարցը վերաբերում է անկլավներին, իսկ ինչ վերաբերում է Արցախին, դե անկլավներին կառաջարեմ, ես չեմ ավարտել, վերադարձեք միկրոֆոնը, ես չեմ ավարտել։ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր։ Սա այն է, ինչ որ մենք նշում ենք սեպտեմբերի 21-ին։ Ես չգիտեմ դուք սեպտեմբերի 21 նշում եք, թե ձեր մտաբանը, ձեր հավատը դեպի ամորֆ պետություն թույլ չի տալիս։ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է 29743 քառակուսի չէ, քառակուսի կիլոմետրով։ Եվ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի կողքը գտնվող 7 շրջանները, որոնք որպես բուֆերային տարածք են եղել, գրանցված եւ ընկալվել։ Չի մտնում Նախիջևանը, չի մտնում Կարսը եւ մնացած պատմական բաները, որովհետեւ ձեր ասածը հեքիաթ է։ Դա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Դա սիրուն կենաց է, դա շատ լավ էմոցիա է,
Դա շատ հավես խոսալու եւ, չգիտեմ, տենց բաներ, էմոցիաներ արտնասնելու փորձ է, բայց դա իրականության հետ կապ չունի, եղբայր։ Դա իրական չի, հասկանում ես։ Եվ խնդրեմը կայանում է նրանում, որ ձեզ, ինձ, մեզ բոլորիս այդ խոսակցությունով մշտապես պահել են կախվածության մեջ։ Մշտապես ասել են էս չի քո տունը, դու պետք է միշտ ստե ապրես, երազես, նայես Արարատին երազես, որը իհարկե մեր համար շատ կարևոր եւ սուրբ սարա, պետք է նայես Ղարաբաղին երազես, պետք է Նախիջևանը, Մոսկվա, Իստանբուլի պայմանագիրը, այս ինչ պայմանագիրը, մենք մի օր կգանք։ Դա խապ կանք է, ընկերս, քեզ խապել են, քեզ խապում են։ Մի հավատա դրան, խնդրում եմ քեզ։ Որպես տարիքով մեծ, որպես ես կանրադառնամ այդ հարցին։ Չգնաք տեղ հանգարց։ Քեզ խապել են, ինձ խապել են, մեզ խապել են։ Դա սուտ է, էս է քո երկիրը։ Անկլավները Հայաստանի Հանրապետությունը ունի անկլավ, որի անունը Արցվաշեն է։ Այստեղ տեղադրված է այդ Արցվաշենը։ Այդ անկլավը իր տարածքով գրեթե մի քիչ շատ, քիչ փոքր է, քան ադրբեջանական անկլավներից, այն ադրբեջանական անկլավներից, որոնք սրա մեջ են։ Մեկը ստեղ ներքևն է, երկուսը Տավուշի շրջանում է։ Եվ իրանք բնակեցված չեն, եւ դա ես ստեղ կներես, որ Ադրբեջանի ինչ-որ բաներ ստեղ չեմ նշել, կարծում եմ քո հարցի մեջ նման հարցադրում չկա էլ, ենթադրում եմ, որ չկա, բայց դրանք, եթե մենք այս անկլավը դրել ենք, որը հիմա Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի տիրապետության տակ է, դա ես ասում եմ, որ սա ես սրան տեր եմ, հասկանում ես։ Իմ ասածը դա է, որ ես սրան տեր եմ, ու որ ես որևիցե ուրիշի որևիցե բան չեմ ուզում ու չեմ էլ ուզենալու, որտեվ ես անկախացել եմ սրանով, եղբայր, քո պապան, քո պապիկը, իմ պապան, մենք անկախացել ենք այս տարածքով։ Դա անվերջ խոսակցություն է։ Ու նույնիսկ այդ անվերջ ես ինչի հարցրեցի, ասի, բա ո՞րն է քառակուսի մետրը, քառակուսի կիլոմետրը, ու դու չկարողացար ասելու։ Իմ նպատակը ո՞րն էր այդ հարցը տալու, որպեսզի ես քեզ ու մնացածին ցույց տամ, որ դա ամորֆ, ոչ հստակ մի բան է։ Դու չես կարող գնալ աշխարհում, այն աշխարհում, որտեղ ուժի իրավունքն է հիմա գերակայում, նստի։ Ուժի իրավունքն է գերակայում։ Դու չես կարող գնալ ասել, գիտես ինչ, էս սենցա, այննենցա։ Լեգիտիմության մասին ես ինչի եմ խոսում։ Էս այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետությունը ինքը իրան ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ-ը, սրանով մենք մտել ենք ՄԱԿ-ում էսա մեր տարածքը։ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համար։ Ու գիտես ինչն է ստեղի խնդրեմը, որովհետեւ դուք չեք մտածում, որ երբ որ դուք տրվում եք այդ կենացներին, այդ էմոցիաներին, կարող է այս կողքում ապրող Թուրքիան եւ այս կողքում ապրող Ադրբեջանը նույնպես տրվի էմոցիաներին եւ ասի իմ պատմական տարածքն էլ Երևանն է ու գա ջնջի քեզ դառնաս Պաղեստին լավագույն դեպքում դուք չեք հասկանում այդ բանը որ այդ եղել է նրա համար որ մենք դրանից վախենանք եւ անկախություն չունենանք որ մեզ նշանակեն դրսից ղեկավարներ եւ քաղաքականությունը դրսից լինի որովհետեւ այլ դեպքում դուք կոչնչացվեք այսինքն բա որ Թուրքիան որոշեց իր պան-թուրքական այդ բանը վերականգնի Ինչ ենք անելու այս 20 այստեղի բարակ 23 կիլոմետրն է իրանց պահելու մենք ինչ ընտրություն ունենք լավ եկեք մի հատ էլ գիտակից խոսանք հասկանանք հա մեր ձեռի ուժը որն է մեր բանակն է 3 միլիոնով 90 միլիոնանոց եւ 10 միլիոնանոց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էթալու ենք ՆԱՏՕ-ի երկրորդ բանի հետ կռվենք ասենք մենք ուժեղ ենք մեր ուժեղի իրավունքն է ես անկեղծ զարմանում եմ որ դուք այս շատ པարզ բանը չեք հասկանում երբ որ դու կոնկրետ եթե չես ընդունում իմ ասածները ես շատ կուզենամ դու ընդունես իմ ասածները կասես վերջապես ո՞րն է քո Հայաստանի Հանրապետությունը ո՞րն է լավ եղբայր քո Հայաստանի Հանրապետությունը Այն աղդամը որտեղ որ ես նկարվել եմ մտնում ա դրա մեջ դե չի մտնում երբ որ դու կասես դա ես քո հետ այդ խոսակցությունը կունենամ բայց դու չես կարողանալու դա ասես
Որտեվ ես քեզ անընդհատ ասել եմ բա սա, ասել եմ բա սա, բա ասել եմ ինչի հիման վրա, բա ասել եմ հետո։ Եվ դա վերածվելու է, գիտես ինչի, կոնֆլիկտի, որտեղ դու ես նաև մենք երկուսով պարտվելու ենք եւ կորցնելու ենք նաև սա։ Հետո լինելու ենք այլ ազգերի պես, ինչ որ փուճուրիկ համայնք Ռուսաստանի կազմում, բա չգիտեմ Թուրքիայի կազմում, Պարսկաստանի կազմում, որ տալու ենք ծնկներից։ Ժողովուրդ հասկացեք, Սիրիայի ղեկավարը Ասադը իշխանությունը կորցրեց նրա պատճառով, որովհետև ինքը չեղավ flexible, ինքը չեղավ այն լիդերը, որը կարողացավ բանակցել եւ լեգիտիմ ձևով իր երկիրը առաջ տանել։ Սենց տվին գլխին եւ երկիրը ձեռքից վերցրեցին։ Ոչ թե միայն իր, այլ հիմա պարզ չի Սիրիայի ապագան ցավոք սրտի ինչա լինելու։ Մեր բարեկամ Սիրիա երկրի ապագան ինչա լինելու։ Ֆինլանդիան այլ ընտրություն կատարեց։ Ֆինլանդիան մեծ կոնֆլիկտ ուներ Ռուսաստանի հետ։ Եվ մի ամբողջ շրջան գրեթե ասում են, որ դա իրանց երկրորդ քաղաքն է, ինքը սահմանազատման եւ սահմանագծման եւ կոնֆլիկտի վերացման համար ուղղակի զիջեց, ասեց էսա գիծը, պատերազմ չենք անում, չենք արել։ Մենք այդ բանը նույնիսկ չենք արել։ Մեզ ինչի մեջ ասես մեղադրում են, բայց մենք մեր անկախացած հայրենիքը պահել ենք։ Մենք պահել ենք էսա։ Մի արա այդ բանը։ Մի տար քեզ, քո երեխաներին, մնացածի երեխաներին մցրա այդ բանի մեջ, որ մենք պետք է մեծանանք, գնանք, արա ապրեք ժողովուրդ։ Հերիք անկախացել եք, ապրեք։ Ինչ վերաբերում է Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությանը։ Մի երևի մի 50 անգամ ասել են, ես էլ եմ ասել, վարչապետն ասել, 51-րդ անգամ եմ ասում։ Նոր էլ ասեցի։ Մենք բոլորս եղել ենք այդ տրամաբանության մեջ։ Մենք էլ ենք այդ սխալի մեջ եղել։ Մենք էլ ենք տենց մտածել։ Դա եղել է մեր սխալը։ Իմ սխալն է եղել։ Երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր Աղդամը իմ հայրենիքը չի, որտեվ ինքը գիտակցում էր, որ ինքը գիտեր, որ մի օր պետք է դի գան վերցնեն կամ ուժով կամ ինքը պետք է ստիպված լինի տալ։ Ես իրան հակադրում գնացել ասել եմ իմ հայրենիքն է։ Բայց ինչ նշանակում է տենց ես ասել եմ հիմա իմ բանի ասածների հակադրման խնդիր է կանգնում։ Իմ ասածների մեջ հակադրման խնդիր երբեք չի եղել, որտեղ ես երբևիցե իմ սկզբունքներին չեմ դավաճանել։ Ես երբևիցե չեմ մտածել, որ մարդը պետք է ազատ լինի ու մի գեղեցիկ օր որոշել եմ, որ մարդը պետք է ազատ չի լինի։ Բայց եղել է բաներ, որ այս տարիների ընթացքում իմ դիտանկյունը փոխվել է, ձերն էլ է փոխվելու։ Բոլորինդ է փոխվելու է։ Բոլորինդ մարդա լինում ատում ես, բանա լինում, կարծիքա լինում, այլ ձև ես մտածում, տարիները եւ ժամանակը եւ իրադարձությունները քեզ ապացուցում է, որ դու այն ժամանակ սխալ ես եղել։ Եվ մենակ հիմար մարդը չի փոխվում, մնում է նույն կարծիքին, նույն տապոր, նույն քառակուսի, դες մնում է ասում, հա, սենց։ Էվոլյուցիան կանգնում է այդտեղ, այդ մարդու էվոլյուցիան կանգնում է։ Այսինքն 2020 թվականից այն մարդիկ, ովքեր լավ, սենց օրինակ բերեմ, այն մարդիկ, ովքեր 2018 թվականին 78%-ով 80%-ով Նիկոլին ձեն տվեցին, 2021 թվականին դրանց այդ մարդկանց 54%-ը ձեն տվեց։ Դա նշանակում է, որ իրանք սկզբունքներ են դավաճանել։ Իհարկե ոչ։ Իրադարձությունները փոխվում է, այսօր իրադարձությունները րոպեական արագությամբ է փոխվում։ Ոչ թե ժամային, այլ րոպեական, բայց կարևորը որ դու քո սկզբունքներին չդավաճանես։ Իսկ ես ու որևիցե մեզանից մեկը մեր սկզբունքներին չենք դավաճանում։ Ես էլի մտածում եմ, որ դուք ձեզանից յուրաքանչյուրը անկախ նրանից ում է ընտրելու, պետքա գնա ընտրի ում ուզում է։ Եթե ինչ չես ընտրելու, գնա ընտրի, ես դրա համար պայքարել եմ։ Ես համարում եմ, որ մարդը ազատ է, որ մարդուն սպանել, ձեռից իր գույքը խլել, եթե այդ գույքը օրինական է, վերցնել, յուրացնել չի կարելի։ Ու սենց հարյուրավոր բաներ։ Եվ ես դրա մեջ միջև վերջ կանգնելու եմ, բայց խնդրում եմ, տարբերեք մեկը մյուսից։ Տարբերեք։ Այո, այն ժամանակ բոլորիս ընկալումը դա է եղել։ Բայց այն ժամանակ դու գիտեի, որ մենք զենք չունենք պատերազմելու համար։ Ես գիտեի դրա մասին։ Մենք գիտեինք, որ մեր գեներալները եւ որոշ զինվորականներ, բան ասենք, 200 կիլոմետր արագությամբ վազելու են փախնել։ Մենք գիտեինք, որ մեր գործընկեր Ռուսաստանը մեզ չի օգնելու։ Գիտեինք դրա մասին, դու գիտեիր արգելիս։ Ես չգիտեի, ու դու էլ չգիտեիր։ Որովհետեւ
էլի Ղարաբաղի հարցը, գալիս եք այստեղ Ղարաբաղն եք ցույց տալի։ Այդ Ղարաբաղի հարցը եղել է, որ մենք անկախ չլինենք։ Ու մենք այդ դրանով ապրել ենք։ Մեր երեխեքին բանակից ազատել ենք, որովհետև պատերազմ չէր կարող լինել։ Որտեվ ռուսը կզանգեր այդ պատերազմը չէր լինի։ Իսկ Ղարաբաղում ապրողները գիտեին, որ ռուս խաղապահները, որ եկան մի քանի ամիս հետո իրանց դուրս են հանելու իրանց տներից։ Ղարաբաղից մարդ կա։ Գիտեիք, որ տենց են անելու։ Բա Հայաստանը ձեր կողքին եղավ, որ եկաք ստեղ։ Դե բա Հայաստանը պետք է լիներ ձեր կողքին, որ գայք ստեղ։ Չէ, տենց չի։ Ես ձեր Ղարաբաղի իշխանությունների հետ շատ մոտ հարաբերություններ եմ ունեցել։ Արդեն լավ չի։ Չէ, ինչն է լավ։ Այսինքն դուք ասում եք, որ այն իշխանությունը, որը եղել է Ղարաբաղում չի ներկայացել ձեզ ժողովրդին։ Ճիշտ եմ հասկանում։ Իսկ ստեղ Հայաստանում իշխանությունը ներկայացնում է իր ժողովրդին։ Մեծ տարբերություն է, նկատել եք։ Իսկ Ղարաբաղի ես չեմ լսում ինչ եք ասում, հետո չեմ լսում։ 10-ի չեմ լսում հարգելիս անկեղծ։ Ասում Հայաստանի նախկին իշխանություններն էլ ոնց որ ժողովրդին չէին։ Իհարկե չեն ներկայացել, դրա համար այսօրին ենք ասել։ Իսկ ով ասաց, որ ներկայացրել են։ Իսկ Ղարաբաղի հայ բնակչությանը հանելու պլանը եղել է Հայաստանի Հանրապետությունը վերացնելու մասին։ Ամբողջ պլանը եղել է նրա մասին, որ կոնֆլիկտը տեղափոխել այս 29743 քառակուսի մետրի վրա։ Նպատակը դա է եղել։ Հայաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ, որտեղ արդեն ռուս կամ, չգիտեմ, այլ խաղապահները կգան եւ բան կանեն, խաղաղություն կապահովեն ճակերտավոր այս տարածքում։ Բա մենք պետք է այդտեղից մենք ու Ղարաբաղից եկած հայերը ուր պետք է փախնեինք, ստեղից ուր պետք է փախնեինք, Վրաստան։ Ես ուզում եմ դուք այս ամեն ինչը իմանաք ու հասկանաք։ Ես չեմ ուզում, որ դուք սիրեք ինձ, ես չեմ ուզում, որ դուք ինձ ընտրեք, ես չեմ ուզում, որ դուք էմոցիաներ ունենաք իմ հանդեպ կամ որևիցե մեկի հանդեպ։ Ես ուզում եմ դուք մտածեք։ Ես ուզում եմ դուք մտածեք։ Դնեք էմոցիաները, անունները մի կողմ եւ մտածեք։ Ուղղակի մտածեք։ Հասկանաք ուր էինք, ինչից պրծանք, ինչ սխալներ արեցինք ժամանակին, ոնց եկանք հասանք այս ամեն ինչին։ Մտածեք, ասում եմ, մոռացեք, Նիկոլին էլ մոռացեք, Քոչարանին էլ, Սերժին էլ, Բակոին էլ, Արայիկ Հարությունյանին էլ, Սերյան Օհանյանին, բոլորին մոռացեք։ Հասկացեք ինչից ենք պրծել ու որտեղ ենք հիմա։ 2 տարի է երեխա չի զոհվում։ Էս է խաղաղությունը։ 2 տարուց ավել է Հայաստանի Հանրապետության սահմաններին երեխա չի զոհվում։ Հայաստանի Հանրապետությունը պրոբլեմ ուներ Ադրբեջանի հետ, տարածքային պահանջ իրանք իրանց նկատմամբ այս պահին չունենք։ Էս է խաղաղությունը, ժողովուրդ։ Էս է խաղաղությունը։ Էս է պրոբլեմը, որ դուք էլի մտնում եք էմոցիաների դաշտ։ Ոչ մեկը չի կարող ասի, եթե սա չի Հայաստանը, որն է Հայաստանը։ Ոչ մեկը տես դահլիճում։ Ոչ մեկը գալու եք այն տղայի պես ասեք դե սենց այսքան, բայց մի քիչ ավելի քիչ, բայց մի քիչ աչից, բայց մի քիչ ձախից։ Այդ տերմինը միջազգային իրավունքի մեջ դուք ուսանող եք։ Միջազգային իրավունքի մեջ եւ որևիցե խոսակցության մեջ այդ տերմինը հայ աչքերը, ծիրանը ու դուդուկը իր ջերմուկով չի աշխատում։ Խնդալու են ասել են լավ գնա կապի գործերիդ։ Մենք կորոշենք քո ճակատագիրը։ Դուրս եկեք այդ էմոցիայից։ Դուրս եկեք այդ էմոցիայից, կենացներից, խմում ենք սաղս, ախպեր մտնենք Սասուն, ելնենք մուշ։ Ման հարց, եւ պետք է դու Հայաստան հետ վերադառնաս։ Մեր երկերը չի դա։ Պարոն Սիմոն, ես առաջարկում եմ հարց ու պատասխանի ձևաչափով էլի գնանք։